Զրուցում են գյումրեցի իրավապաշտպան ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, այսօր առավոտից էլ արդեն Շիրակի թեմի առաջնորդարանում էին ԱԱԾ աշխատակիցները, հենց այս պահին էլ մայրաթոռում են վեհարանում։ Առհասարակ ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը եւ այս ամբողջ իշխանությունը ինչ են ուզում ցույց տալ եւ անել։ Գիտեք, արդեն տևական ժամանակ է եւ եզի առավարիչը ինքը կոնկրետ զբաղված է եկեղեցին քայքայելով, եկեղեցին տրորելով եւ դա բացահայտ ինքը նաեւ իր Facebook-յան գրառումներով է ցույց տալիս եւ այս ամեն ինչը միանշանակ ուղղված է եկեղեցու դեմ, այսինքն հայ առաքելական եկեղեցին որպես ամենահին եւ ամենաամուր հասարակական ինստիտուտը խանգարում է նրան իր վերջնական Հայաստանը թուրքերին հանձնելու ծրագրին, հետեւաբար ինքը փորձում է հիմա այդ կառույցը ամբողջովին բարոյալ լքել, ինչը նաեւ այնքան չստացավ եւ հիմա ինքը արդեն փորձում է բռնաճնշումների միջոցով քայքայել այդ կառույցի դիմադրությունը, ինչպես նաեւ հասարակությանը հերթական անգամ զրկել դիմադրելու հնարավորությունից։ Գյումրիում ինչ տրամադրություններ էր այսօր, պարոն Պողոսյան։ Գիտեք, կային հավատավոր մարդիկ, հիմնականում այնտեղ հավաքվածները հավատավոր մարդիկ էին, ովքեր իրենց զայրույթն էին ներկայացնում, բայց ցավոք սերդի ես օրինակ չտեսա բոլոր նրանց, ովքեր ամեն ընտրություններին կամ գրեթե չկային, շատ մեծ մասը ովքեր որ յուրաքանչյուր ընտրություններին փորձում են ընդդիմադիր Երևալ, եկեղեցական Երևալ, եկեղեցու հավատավոր Երևալ, ցավոք սերդի որևէ մեկին չտեսա։ Այսինքն կար ընդհանուր պասիվություն, որը իրականում շատ վատ էր։ Պարոն Պողոսյան, ինչ է լինելու եկեղեցականներին, այդ թվում նաև կաթողիկոսին, որտեղ այդ մասին են խոսում, ազատությունից զրկելուց հետո։ Ի վերջո ինչ է ստացվում։ Մենք առաջինը քրիստոնեությունը ընդունած երկիրը այսօր փորձում ենք անազատության մեջ պահել մեր եկեղեցականներին։ Ինչ է լինելու մեր երկրի վիճակը դրանից հետո։ Գիտեք, մենք արդեն տևական ժամանակ է 7 տարի մի փոքր ավել անընդհատ խոսում ենք, որ մենք կանգնած ենք երկիր կորցնելու, պետականություն կորցնելու եզրին։ Ցավոք սերդի մենք արդեն կորցրել ենք Արցախը, ամբողջովին մեր հասարակությունը դեգրադացվել, բաժանվել, մասնատվել է այս իշխանությունների հստակ քաղաքականության արդյունքում եւ վերջինը մնացել է եկեղեցին։ Եկեղեցին էլ պետք է քայքայեն հասցնել մի հատ իրավիճակի, որ դառնա ինչ-որ մի սիմվոլիկ կառույց, շատ այսպես փոքր հասարակության մեջ դեր չունեցավ, որովհետեւ կարողանան Ալիևի առաջարկած 400,000 ադրբեջանցիներին, որոնք իրականում ռազմականացված մարդիկ պետք է լինեն, հասկանալի է, չէ՞, որ ասենք սովորական որ ադրբեջանցի չեն բերելու այստեղ բնակեցնելու։ Դրանք վերցնեն Հայաստան ընդանուր հանձնեն ու վերջացնեն, ավարտեն։ Այսինքն Փաշինյանը հենց սրան է կան։